Ցվետաևան Ռիլկեին 22 օգոստոսի 1926 թվական Ռայներ միայն այո ասա այն ամենին ինչ ես եմ ուզում և հավատա ոչ մի սարսափելի բան չի պատահի Ռայներ երբ քեզ ասում եմ թե քո Ռուսաստանն եմ քեզ մեկ անգամ ևս ասում եմ մեկ անգամ ևս որ սիրում եմ քեզ Սերն ապրում է բացառություններով, մեկուսացումներով, հեռացումներով Սերն ապրում է խոսքերի մեջ և մեռնում արարքների մեջ Ռայներ, ինչ եմ ուզում քեզնից Այն ինչ ողջ պոեզիայից և բանաստեղծության ամեն մի տողից Ճշմարտություն, յուրաքանչյուր տվյալ ակնթարթի Դրանից ավելի մեծ ճշմարտություն չկա Բնավ չփայտանալով, միշտ դառնալով մոխիր Միայն բառ եմ ուզում, այն ինձ համար արդեն իր է Ռայներ, քեզ այնպես գիտեմ ինչպես ինձ Ինչքան հեռու ինձնից այնքան ավելի խորը իմ մեջ Ապրում եմ ոչ թե ինքս ինձ հետ, այլ ինձնից դուրս Քեզնով այնպես եմ ուրախանում, ասես նոր երկիր ես Ամբողջական և բովանդակ Մարինա Ցվետաևա Ռիլկեն Ցվետաևային Շվեյցարիա 10 մայիսի 1926 թվական Մարինա Ցվետաևա Այսօր հոգու հավերժական այսօրը Ես ընդունեցի քեզ ողջ էությամբ, իմ ողջ գիտակցությամբ, ցնցված քեզնով, քո հայտնությամբ, ասես ինքը օվկիանոսը, որ կարդում էր քեզ հետ միասին, թափվեց ինձ վրա քո սրտի հեղեղով։ Ինչ ասեմ քեզ, դու փոխնի փոխ մեկնել ես ինձ ձեռքի տափերը և նորից միացրել իրար, սուզել դրանք իմ սրտի մեջ, ինչպես արվակի հունի մեջ Մարինա և հիմա քանի դեռ դրանք պահում ես այնտեղ նրա խռովահույս ալիքները ձգվում են դեպի քեզ մի խուսափիր դրանցից ինչ ասեմ իմ բոլոր բառերը մեկը մյուսից առաջ ընկնելով սլանում են դեպի քեզ բանաստեղծուհի զգում ես Ինչքան ուժեղ ես տիրել ինձ Դու և քո օվկիանոսը Որ այնպես սքանչելի կարդում էր քեզ հետ Ես գրում եմ այնպես ինչպես դու Եվ հար ու նման քեզ Իջնում եմ խոսքերից մի քանի աստիճան ներքև Դեպի փակագծերի կիսամութը Որտեղ այնպես ճնշում են կամարները Եվ տևական է բուրմունքը վարդերի, որոնք ծաղկում էին ինչ-որ ժամանակ։ Մարինա, ես արդեն այնպես եմ մխրճվել քո նամակի մեջ։ Սիրելիս, միթե դու չես բնության ուժը, այն, որ 5-րդ տարերքի հետևում է, հրահարելով և ճնշելով նրան։ Ինչպես ես աճում և պարուրում ինձ, Քո ծաղկող խոսքերի բարձր բոցենիներով Ցվետաևան Ռիլկեին 1 հունվարի 1927 թվական Տարին վերջանում է քո մահով Վերջ Սկիզբ Դու ինքդ քեզ համար հենց նոր տարին ես Սիրելիս, գիտեմ Դու ինձ կարդում ես ավելի շուտ, քան ես գրում եմ Ռայներ, ահա ես լալիս եմ Դու հեղեղի պես թափվում ես իմ աչքերից Թանկագինս Քանի որ մահացել ես, ուրեմն էլ ոչ մի մահ չկա, կամ ոչ մի կյանք, ուրիշ էլ ինչ,
փոքրիկ քաղաք Սավոյայում, երբ, որտեղ, Ռայներ, իսկ բույնը քնելու համար, չէ որ դու հիմա գիտես ռուսերեն և գիտես որ նեստը բույն է նշանակում և շատ ուրիշ բաներ, չեմ ուզում նորից կարդալ քո նամակները, այլապես կցանկանամ քեզ մոտ գալ, քեզ մոտ, այդտեղ, իսկ ես չեմ համարձակվում ցանկանալ, չէ որ գիտես ինչ է կապված այդ ցանկանալու հետ, Ռայներ, իմ աջ ուսի հետևում անդավաճանորեն զգում եմ քեզ, դու երբևէ մտածել ես իմ մասին, այո, վաղը նոր տարի է, Ռայներ, 1927 թվականը, 7-ը քո սիրելի թիվն է, ուրեմն դու ծնվել ես 1876 թվականին, թերթերից 51 տարեկան ես, ինչ դժբախտ եմ ես, բայց չի կարելի տխրել, այսօր կեսգիշերին ես կչրխկացնեմ քեզ հետ, չէ որ դու գիտես իմ հարվածը, շատ կամացուկ, սիրելիս արա այնպես որ հաճախ քեզ տեսնեմ երազում, ոչ ճիշտ չէ ապրիր իմ երազում, հիմա դու իրավունք ունես ցանկանալ և անել, երկրային հանդիպմանը երկուսս էլ չէինք հավատում, ինչպես և երկրային կյանքին, այդպես չէ, դու ինձ կանխեցիր և լավը դա էր, և ինձ լավ ընդունելու համար պատվիրեցիր ոչ թե սենյակ, ոչ թե տուն, այլ մի ողջ բնապատկեր, ես համբուրում եմ քո շուրթերը, քունքերը, ճակատը, թանկագինս, իհարկե շուրթերը, իսկական համբույրով, ինչպես կենդանի մարդու, սիրելիս, սիրիր ինձ ուժգին և այլ ձևով, քան բոլորը, մի բարկացիր ինձ վրա, դու պետք է ընտելանաս ինձ, իմ տեսակին, ուրիշ էլ ինչ, ոչ, դու դեռ այնքան բարձր և հեռու չես, իմ կողքին ես, քո ճակատն ուսիս է, դու երբեք հեռու չես լինի, երբեք անհասանելի չես լինի, դու իմ սիրելի մեծ տղա, Ռայներ գրիր ինձ, շատ հիմար խնդրանք է, շնորհավոր նոր տարիդ և քո սքանչելի երկնային բնապատկերը, Մարինա